Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է, շնորհակալ եմ պարոն Թևանյան մեր հավերն ընդունելու համար, օրերս Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր թուրք լրագրողների եւ երեք հրապարակվեց այդ հարցազրույցի ամբողջական տարբերակը, Ինչպես է գնահատում հարցազրույցում հնչած ուղերձները եւ ինչի մասին էր այդ հարցազրույցը։ Եթե առանձին դետալների մեջ չմտնենք, կարող եմ ասել, որ այդ հարցազրույցը թուրք լրագրողներին եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը արդեն բացահայտորեն այն մասին է, որ ինքը առաջարկում է Հայաստանը դարձնել Սիրիա Թուրքիայի համար։ Ըստ էության ասում է եկեք վերցրեք Հայաստանը եւ հանուն իմ իշխանության փրկության ես պատրաստ եմ Հայաստանը մտցնել Թուրքիայի տակ, ես պատրաստ եմ ճանապարհը հանձնել Սյունիքով եւ պատրաստ եմ որպեսզի այդ ճանապարհը վերահսկի Թուրքիան։ Բառացի դա չի ասվում, բայց եթե հիշում եք 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ դրա հաջորդ օրը, օրինակ ես եւ էլի կային մարդիկ, որ հայտարարեցինք, որ փաստացի Պրագայում որոշում կայացվեց Արցախը հանձնել Ադրբեջանին, շատերը մեզ ասում են, որ այդպիսի տեքստ չի հնչի, այդպիսի համաձայնություն չի եղել, որտեղ եք տեսել։ Նույնիսկ ընդդիմադիր դաշտից կային այդ մարդիկ, ովքեր նման տեսակետ էին հայտնում, որովհետև տողատակը չէին տեսնում։ Բայց մեզ համար ակնհայտ էր, որ Պրագայում որոշում կայացվեց Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ դա էր պատճառը, որ հետագայում մենք ունեցանք շրջափակումը եւ Արցախի հայաթափումը։ Պրոցեսը տևեց մի քանի ամիս փաստորեն, հոկտեմբերի 6-ից մինչև 23 թվականի սեպտեմբերը։ Հիմա փաստացի եւ բառացի նույն հայտարարությունն է անում Նիկոլ Փաշինյանը, ուղղակի էլի քողարկված տարբերակով, որովհետեւ եթե ուղիղ հայտարարի, որ մենք Հայաստանը հանձնում ենք Թուրքիային, այստեղ այսպես ասած դիմադրության ավելի լայն օջախներ կձևավորվեն, բայց մենք հիմա պետք է սոս հնչեցնենք, մենք պետք է այ ժողովրդին արթնացնենք այդ մասով, որ մարդիկ տեսնեն, որ սա գնում է Թուրքիայի հանձնման ճանապարհով, Թուրքիային հանձնվելու ճանապարհով հանուն իր իշխանության փրկության։ Եվ շատ խորհրդանշական է եւ էլի 1-1 զուգադիպում է 22 թվականի հետ, երբ որ Մակրոնը հայտարարում է, որ վերջապես այլևս ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի։ Նա ստում է։ Ադրբեջանը ասում է կա խոչընդոտ դեռ։ Հա, պայմաններ են դնում, տեսեք, երևացող պայմաններ կան եւ չերևացող պայմաններ կան։ Երևացողները Ադրբեջանը ասում է դե այդ հայցերից հրաժարվենք, ուրեմն միմյանց դեմ հայցերից հրաժարվենք, ասում է սահմանադրությունը փոխի, ասում է ԵԱԿ Միսկի խումբը լուծարենք վերջնականապես Հայաստանի ձեռքերով։ Սրանք երևացող կողմերն են։ Այդ չերևացողը իրականում Թուրքիայի մասնակցությունն է այս ամբողջ գործընթացին եւ երբ որ Նիկոլը խոսում է, որ մենք մեր ինքնիշխանությունը չենք հանձնելու, ճանապարհը չենք տալու, իբր խոսում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը չենք կատարելու, որովհետեւ դա ռուսներին է ձեռնտու եւ այլն, ու նաեւ խոսում է այն մասին, որ մեզ որևէ մոդերատոր միջնորդ երաշխավոր պետք չէ հայ-ադրբեջանական հարաբերություններում, իրականությունն այն է, որ ինքը հանձնում է մեր ինքնիշխանությունը Թուրքիային եւ որպես մոդերատոր հայ-ադրբեջանական հարաբերություններում տեսնում է Թուրքիային։ Ես վերադառնամ Մակրոնին, Մակրոնը նախ ստում է, երբ որ ասում է, որ կարող է խաղաղության համաձայնագիր լինել, որովհետեւ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել Հայաստանի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որովհետեւ մենք սուբյեկտայնությունը կորցրել ենք։ Ըստ էության կա պատանդ պետություն արդեն որպես եւ թելադրող պատանդ են ոչ միայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցները, որոնք հայտարարակ դատավարության մեջ են ներգրավված, այդ պատանդը ամբողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ պատանդառուն Ադրբեջանն է։
պատանդառուի եւ պատանդի միջև չի կարող լինել խաղաղության համաձայնագիր, այստեղ ստում է Մակրոնը, եւ երկրորդը լկտիաբար հայտարարում է, որ ոչ մի խոչընդոտ այլևս չկա։ Փաստորեն խոչընդոտը Արցախն էր եւ 120,000 մեր արցախահայ հայրենակիցները, որոնց Ում խոստանում էր մենակ չթողնել։ Դուք հիշում եք Պրագայից հետո ինչ ասեց Մակրոնը։ Մակրոնը ասեց շատ լավ է, որ համաձայնագիր կա 22 թվականին։ Էթնիկ հայերի անվտանգության մասին էր խոսում Միշելը, այդ չինովնիկը մշտաժպիտ, այդ իր կեղծ մշտաժպիտ հայացքով։ Եվ Մակրոնը համարյա նույն տեքստն էր ասում էր, որևէ խոչընդոտ չկա այլևս հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Իրենց համար խոչընդոտ կոչված այն աշխարհաքաղաքական խոչընդոտն է, որը իրենք համարում են, որ Ռուսաստանն է, եւ գլոբալ պատերազմի կուսակցությունը, որը պարտվեց Ամերիկայում, բայց դեռ իր շոշափուկները պահպանում է Եվրամիության տարածքում, իդեմս Մակրոնի եւ էլի տենց մի քանի մնացուկների, իրենք իրենց կեղտոտ գործ ուզում են ավարտել եւ ժպտալով են դա անում, հասկանում եք, հայ ժողովրդի դահիճները ոչ միայն Ալիևն ու Էրդողանն են, որոնք Արցախահայությանը քշեցին իրենց բնորանից, այլ նաեւ այդ ժպտացող Միշելը, Մակրոնը, հեռացած Բայդենը, սրանք բոլորը դարձել են դահիճներ հայ ժողովրդի համար եւ հիմա իրենց վերջնաժամկետը ավարտին է մոտենում ու ուզում են շտապել։ Եթե նկատում եք Նիկոլ Փաշինյանն էլ է շտապում, ինքը շտապում է Թուրքիային հանձնել, որովհետեւ հասկանում է, որ ուկրաինական ճակատում Պուտին-Թրամփ հարաբերությունների կարգավորման պարագայում Ռուսաստանի ձեռքերը եւ գլուխը ինչ որ առումով ազատվելու է եւ իրենց հայացքը հառելու են հարավային Կովկասին եւ ինքը Թուրքիային բացահայտ ասում է եկեք շուտ վերցրեք այս երկիրը, որպեսզի հանկարծ ռուսները դա չանեն, այն առումով, որ ռուսները կարող են մոդերատոր դառնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Եվ ինքը ասում է, եթե այլ իշխանություն լինի, այդ մոդերատորությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար ոչ մի լավ բան չի խոստանում, համենայն դեպս չի խոստանում այն, ինչ կարող եմ ես անել, հանուն իմ իշխանության պահպանման։ Տեսեք, Զելենսկին կողմ է, որպեսզի պատերազմը շարունակվի։ Ինքը գիտի, որ պարտվելու է, ինքը գիտի, որ 100,000-ավոր մարդիկ են կոտորվելու, բայց հանուն իր իշխանության եւ սեփական կաշվի փրկության ինքը ասում է հակաճառում է եւ այլն, բայց ուրիշ ճար չունի վերջում հանձնվելու է, բայց դրա գինը շատ բարձր է լինելու։ Հիմա նույնը անում է Նիկոլ Փաշինյանը, նույնը, եւ այս առումով ես կարծում եմ, որ այն սոսը, որ մենք պետք է ամենօրյա ռեժիմով հնչեցնենք, պետք է վերաբերի այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիա դառնալու ճանապարհին է։ Տեսեք ինչ են անում թուրքերը Սիրիայում։ Իրենց դրածոները եկել են իշխանության եւ կոտորում են այլադավան ժողովրդին, ալևիններին, հայերին, մյուս ժողովուրդներին եւ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում։ Նույնը այստեղ է լինելու։ Ով է հիմա հիշում 120,000 արցախցիների բռնագաղթի մասին, էթնիկ զտման մասին։ Ով է հիշում։ Հիմա նույնը անելու են հայերի հետ կապված, երբ որ Թուրքիայի հետ բոլոր ծրագրերը իրականացվի։ Թուրք լրագրողներին կանչել էր Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հաշվետվություն տար։ Դրա ժպտացող դեմքին նայեք։ Դրա ուրախությունն էր, որ Էրդողանի հետ լուսանկարը ամենաշատ հավանումներն է հավաքել։ Ես չգիտեմ որտեղ է։ Facebook-ի լայքերը հաշվող Նիկոլ Փաշինյանը ինքը փաստացի հաշվում է Հայաստանի Հանրապետության դիզլայքերը։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ ամբողջ քաղաքական դաշտը հասարակության բոլոր սեգմենտները պետք է կենտրոնանան Նիկոլ Փաշինյանին վռնդելու քաղաքականության վրա։ Եվ այդ վռնդելու առաջին փորձաքննությունը մենք կարող ենք տեսնել Գյումրիում։ Մենք դեռ կգանք Գյումրին, տեսեք, խոսվեց խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, հա, Հայաստանի արտգործնախարարությունը դժգոհում է, որ ասում եմ մենք առաջարկել ենք, որ միասին հայտարարություն անենք այդ տեքստի համաձայնության մասին, բայց Ադրբեջանն նաև այդ քայլով ձեր ասածը վկայում է, որ ինքը գործընթացին վերաբերում է որպես պատանդ վերցնող եւ պատանդի։ Դրա համար ասում եմ ես եմ ձեզ պատանդում, ես պիտի հայտարարեմ, որ դուք իմ պահանջները բավարարել եք, հա։ Բայց մյուս կողմից հնչեց նոր պահանջ։ Նախապայման հնչեց Ադրբեջանի գրած տեքստի ստորագրման համար անգամ, ասում եմ սահմանադրությունը պիտի փոխեք։ Հիմա հարց է առաջանում, պարոն Թևանյան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում կա շանս ուրիշ տարբերակի, որովհետև ես ոնց նայում եմ կամ եթե մնում է Փաշինյանը, մենք պիտի ամեն կերպ բավարարենք
թուրք-ադրբեջանական պահանջները, կամ երկրորդ տարբերակը իր հեռացումն է ուղղակի։ Չի կարող իր մնալու պարագայում, այո, ուրիշ տարբերակ լինել։ Չի կարող լինել, որովհետև ինքը արդեն հայտնվել է թուրքական ազդեցության տակ ամբողջությամբ։ Սա թող ԿՊԱ-ականներն էլ իմանան, որ իրենք ստորագրում են Նիկոլ Փաշինյանի վարած թրքամետ քաղաքականության տակ։ Ես այդպես պատրանքներ չունեմ, որ դրանք ինչ-որ քայլեր են անելու, բայց իրանք պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը մեզ դարձնում է այս տարածաշրջանի Սիրիայի։ Ինչ ասում Ադրբեջանը, Ադրբեջանի նախապայմանները, պահանջները չեն պակասելու։ Հետո հաջորդ քայլով ասում են պետք է այդ 200-300 հազար ադրբեջանցի վերադառնա։ Հաջորդ քայլով ասել են, որ մենք այստեղ պետք է, ասենք, ատոմակայանը փակենք։ Հաջորդ քայլը լինելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացումը։ Մյուս քայլը լինելու է գազի անջատումը ռուսական համակարգից եւ այսպես ասած ադրբեջանականից կախվածությունը։ Եվ այդպես Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանին մնալու պարագայում մենք որևէ շանս չունենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ։ Ներողություն, ես առողջան էլ այդ մտքերի մեջ եւ մի գրառում էի արել, որ նաեւ փաստ չի, որ միայն Նիկոլ Փաշինյանի փոփոխությունը կարող է դրական այսինքն եթե ծրագիրը չի փոխվում, ուկրաինական սցենար եկեք նայեք, հա։ Այնտեղ 3 ղեկավար է փոխվել։ Սկզբում այսպես անցողիկ ղեկավար էր Յացենյուկը, հա, վարչապետ, հետո եկավ Պորոշենկոն, հետո ռուսների հետ խաղաղության ծրագրով եկավ Զելենսկին, բայց ընթացքը չփոխվեց, այսինքն դարձավ լայնամասշտաբ պատերազմ։ Հիմա արդյոք այստեղ էլ չի կարևոր հստակեցում անել, թե նաև ով է փոխում Փաշինյանին, որտեվ կարող է էլի հայ ժողովրդի հույզերը օգտագործելով տեղափոխություն արվի, բայց ոչ ծրագրի փոփոխություն։ Տեսեք, ծրագրի փոփոխություն, կոդի փոփոխություն անպայման պետք է եւ իշխանության պետք է գա մեր արյալի ուժը։ Մենք չենք թաքցնում, երկուս էլ, այսպես ասած, մեր մոտեցումները հստակ են, մեր պատկերացումները, մենք դրա համար շարժումը ստեղծել ենք։ Մայր Հայաստանը կոնկրետ իշխանության հայտ է ներկայացնում եւ մենք գտնում ենք, որ մեր տիրույթը պետք է փոխի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ եթե տիրույթը չի փոխվում, այսինքն կոդը չի փոխվում, այդ դեպքում լավագույն դեպքում կարող է երկարաձգվել process-ը, եթե անծրագիր անգաղափար ինչ-որ փոփոխություն լինի, իսկ վատագույն դեպքում շարունակվի այլ տարբերակով։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ակտիվանանք, նաեւ դրա համար ես Գյումրին հիշատակեցի, որ Գյումրիում մենք մասնակցում ենք ընտրություններին ոչ միայն քաղաքային կառավարման փոփոխության նպատակով եւ որ այդպիսի հայտ ենք ներկայացրել, այլ նաեւ քաղաքական փոփոխության նպատակով։ Գյումրիում հիմա տեսեք, այն ինչ որ առաջարկում է ԿՊ-ի կողմից մակրոմակարդակով, Գյումրիում դա յուրօրինակ պրայմերիզ է լինելու։ Ընդ որում պրայմերիզ ամբողջ աշխարհի համար։ Այդ որ կեղծ պրայմերիզ արեցին ԿՊ-ականները եւ իբր թե ընտրված քաղաքապետ կարգեցին, հիմա իրական պրայմերիզը լինելու է Գյումրիում եւ հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց է տալու ինքը գոյություն ունի, թե չի ուզում պետություն ունենալ։ Սա ես չեմ չափազանցնում։ Սա բառից բուն իմաստով անվտանգության, արժանապատվության եւ գոյության խնդիր է։ Իդեպ Փաշինյանն էլ այս միտքը ասեց այլ փաթեթավորմամբ, ասելով, որ սա վերջին մարտն է, թալանչիների դեմ իհարկե ինքը հայտարարեց, որ $500 միլիոն պիտի բերեմ, այո, վերջին մարտն է, բայց հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության հայկական ապագայի, ոչ թուրքական։ Մենք հիշում ենք Երևանի ընտրություններին ինչ էինք ասում։ Մենք անընդհատ թմկահարում էինք, բարձրաձայնում էինք, գոռում էինք, ճչում էինք, որ ժողովուրդ ջան, սա անվտանգության հարց է նաև։ Դրա համար Երևանի թեմային մենք համարյա չենք էլ անդրադարձել։ Մենք ասենք, որ Արցախի խնդիրը դրված է զոհասեղանին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պետք է փոխել այստեղ Երևանում, որպեսզի փոխենք նաև Հայաստանում։ Միացիր, որ փոխենք կարգախոսը, հենց այնպես չի ծնվել։ Հիմա նույնը չարաբաստիկ ձևով հանգարց չեմ ուզում, որ կրկնվի Գյումրիում։ Այսինքն Գյումրիում մենք պատասխանելու ենք հետևյալ հարցին։ Բացի այդ քաղաքային խնդիրներից, այլ հարցերից, բացի ԿՊ-ին մերժելուց, որը շատ կարևոր է, նաև պատասխանելու ենք այն հարցին։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը ուզում է գոյություն ունենալ, թե ոչ, եւ այս առումով ես դիմում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում գյումրեցիներին, հարգելի գյումրեցիներ, ձեր ձեռքում է գտնվում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Մայր Հայաստանը, որպես քաղաքական միավոր, իր դեմքով
ուղիղ ձևով հանդես է գալիս Գյումրիում եւ հանձնառու է ձեր քվեն ստանալու պարագայում ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու պարագայում process-ը շարունակել մինչեւ Երևան, Հայաստան եւ ամբողջական իշխանափոխություն։ Սա շատ կարեւոր է, որ գյումրեցիները ընկալեն, որ Գյումրիի դարպասները հենց Նիկոլ Փաշինյանը առաջին ինքն է ուզում բացել, բայց ոչ թե առևտրի համար, ոչ թե ինչ-որ հարաբերություններ կարգավորելու, որի կեղծ կարգախոսները ինքը առաջարկում է, այլ Գյումրին ու Հայաստանը Արցախի օրը գցելու համար։ Սա շատ կարևոր է, որ գյումրեցիները հասկանան, որովհետև նայեք, իրենք նույն մոդելն են կիրառում ինչ-որ Երևանում։ Կցորդ մի հատ ուժ է ներգրավել, որը լրիվ թուրքամետ ուժ է, մաքուր, Հանրապետություն կուսակցությունը թուրքամետ, ադրբեջանամետ ուժ է, իր բոլոր հայտարարություններով։ Վազգեն Սարգսյանի հիշատակը պակծող, Վազգեն Սարգսյանի հիշատակը առևտրի առարկա դարձնող ուժը հիմա քողարկված ձևով մտել է նաև Գյումրիում է մասնակցում։ Ուրեմն այս Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը շատ ուղիղ նախորդ տարի հայտարարել է, որ մենք պիտի թուրքական հովանի վերցնենք, որպեսզի պաշտպանվենք իբր Ադրբեջանից։ Դե լրիվ ապուշի տեղ են։ Դե ուսում բացահայտ են խոսում, են ձեր ասածը ուղղակի մեղադրանք չի, սա բացահայտ, մեղադրանքի խնդիր չկա, այստեղ բացահայտ իրենք ասում են չեն էլ թաքցնում։ Եվ ՔՊ-ին մերժելը, քաղաքացիական պայմանագրին մերժելը Գյումրիում, դա մեր այն նվազագույն նախապայմանն է, որ պետք է ապահովենք Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Դա շատ կարևոր է, որպեսզի մենք Սիրիա չդառնանք։ Պարոն Թևանյան, Գյումրիի մասին խոսելիս ես դուք որպես նաև քաղաքական այս շարժման առաջնորդ, նաև քաղաքական process-ները դիտարկող մշտապես ես որպես լրագրող մի փոքր ավելի շատ եմ ուզում բացել երանգները։ Ինչու՞, որովհետև դուք ասացիք, որ եթե ժողովուրդը ուզում է փոփոխություն լինի, ապա ընտրությունը պիտի լինի այն արեալի օկտին, որը ներկայացնում է նաև Մայր Հայաստանը, հա։ Եվ այս դեպքում շատ կարևոր է, որ Գյումրիում էլ այո կան ընդդիմադիր, սա ես որպես լրագրող եմ գնահատական տալիս, ընդդիմադիր ուժեր կամ տեխնացուներ, որոնք աշխարհաքաղաքական իրենց համոզմունքներով նույն Նիկոլ Փաշինյանի արեալից են, թեկուզ եւ ընդդիմադիր են, այսինքն նույն Մակրոն, Միշել այդ գաղափարների կրողներ են։ Այս առումով ես կարծում եմ, որ պիտի գյումրեցիները հատկապես կարևորեն արեալի ընտրությունը, որովհետև դրանով է աշխարհին ուղերձ գնալու։ Եվ այս առումով գլխավոր դերում իհարկե Մայր Հայաստանն է, որին պիտի քվեարկեն գյումրեցիները, եւ այս արեալին առնչվող կարող է լինել իմ գնահատմամբ Վարդան Ղուկասյան, նախկին քաղաքապետ, իհարկե իր քաղաքապետության հետ կապված ունենալով բազմաթիվ հարցեր, քննադատություններ։ Հիմա բաժանումները կան։ Հա, մնացած չէ, ինչու է սա կարևոր, որովհետև ոնց որ մեր քաղաքական դաշտում ազատ խոսելու խնդիր կա, այսինքն մարդիկ չեն ուզում, ու ժողովուրդը մոլորված է իրականում, այսինքն կարող են ընտրել մի բան եւ ստանալ լրիվ ուրիշ բան։ Տեսեք Երևանի ընտրությունները, չէ՞, մենք ասում ենք, որ կան կեղծ ընդդիմադիրներ, որոնք սպասարկելու են Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին, եւ եղավ, չէ՞, ընտրություններից հետո ուժեր, որոնք անցան եւ քվեարկեցին Տիգրան Ավինյանի օգտին։ Հետո պարզվեց, որ ֆրակցիաներից մեկի կեսը գոնե օրինակ խնդիր չի տեսնում, եթե Տիգրան Ավինյանին փոխարինի Արմեն Փամբուխչյանով, այսինքն իրենք քաղաքականապես նույն դաշտում են, եւ սա այս գնահատականը տվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ասելով, որ բացի Մայր Հայաստանից մնացած ուժերը 2018-ի հեղափոխության ժառանգորդներն են, ոնց որ ասած, նույն դաշտում են գործում, եւ սա եզակի օբյեկտիվ գնահատական է եղել։ Տեսեք, ես բաժանումները հստակ եմ, քանի որ շատ օպերատիվ նաև ընթացիկ Գյումրիի հետ կապված միշտ են եղել շփումները եւ հիմա առավել եւս քաղաքական դաշտի բաժանումը հետեւյալն է Գյումրիում։ Մասնակցում են 9 ուժ։ Հիմնական ֆավորիտներ են 3-ը։ Մայր Հայաստանը որպես առանց այս կամ այն բանի հետևը թափված ուժ, մենք մեր դեմքով ենք հանդես գալիս, մենք չենք ամանչում ասել, որ մենք ենք մասնակցում։ Մեր տեխնացուն Կարեն Սիմոնյանն է, քաղաքապետի, որը չի թաքցում իր քաղաքական պատկանելությունը, ասում է, որ միշտ գաղափարապես եղել եմ։ Մենք ունենք Դերենիկ Մալխասյան, որպես երկրորդ համար, որը չի թաքցրել, չի թաքցնում, բոլորիս աչքի առաջ է իր գործունեությունը, իր հայացքները։ Մենք այդ թիմում ունենք մարդիկ, որոնք միշտ բոլոր ընդդիմադիր process-ների մեջ ներգրավված են եղել, ուղղակի ոչ այսպես առաջին համարը, որպես շարքային քաղաքացիներ, այսինքն մեր թիմի հասցեն հեռախոսի համարը հայտնի է։ Որպես օպոնենտ բնականաբար քաղաքացիական պայմանագիրն է եւ եթե վարչական ռեսուրսը չլիներ, ես չէի քննարկի իրենց տեխնացուի հնարավորությունները։ Ընդհանրապես
Եվ որպես անհատ ընդդիմախոս հանդես է գալիս Վարդան Ղուկասյանը որպես նախկին քաղաքապետ։ Ուրեմն հիմնական ֆավորիտները այս երեքն են։ Սա վերցնենք առանձին խումբ, մնացածը ֆորմալ տեսակետից, եթե բաժանում անենք, երկրորդ էշելոնի մասնակիցներ, որոնք այսպես լողում են անցողիկ շեմի եւ այդ միջակայքում են լողում։ Եվ երրորդ խումբը ուրեմն ակնհայտ օլիմպիական սկզբունքով մասնակցողներն են։ Այսինքն որոնք կհավաքեն 200, 300, 400, 500 ձայն։ Չեն անցնի հասկանալի է։ Հիմնական պայքարը գնում է այս 3 իմ նշած ֆավորիտների մասնակցությամբ, որտեղ ԿՊ-ն մենակ է։ Դրա համար ուզենալու է, որպեսզի այդ երկրորդ էշելոնից, երրորդ էշելոնից խաղացողներ ներգրավի իր կողմը։ Բայց այստեղ մենք հստակ արյալային առումով այլընտրանք ենք ներկայացնում որպես քաղաքական։ Մնացածների քաղաքական հասցեն հեռախոսի համարը կամ այդ մասնակիցները թաքցնում են, կամ չունեն։ Դրա համար ես իրենց չեմ դիտարկում որպես այլընտրանք։ Ֆորմալ առումով կարող են իրենք ընդդիմություն հանդես գալ եւ ես չեմ ուզում գոնե ֆորմալիզմը կասկածի տակ առնել, դա իհարկե կյանքը ցույց կտա թե ով է ինչպես իրեն պահելու։ Մենք Երևանում էլ ենք տեսել թե ով է ինչպես իրեն պահել։ Այս առումով ես կուզենայի, որ գյումրեցիները արդեն ընտրություն կատարեն հետեւյալի միջև։ Թասիբի արժանապատվության անվտանգության հարցը ԿՊ-ին մերժելը։ Նրանք ովքեր ԿՊ-ին ձայն կտան, ուրեմն կկիսեն արյան, մեր կորուստների եւ այլնի պատասխանատվությունը, ես չեմ կարծում, որ դա հեշտ բեռ է, թեթև բեռ է, դա շատ ծանր բեռ է։ Եվ որևէ մեկը չպետք է մտնի այդ բեռի տակ, եթե իհարկե ինչ-որ վարչական ճնշումների տակ չէ, բայց ես դա էլ չեմ համարում, որ արժե դրան տեղի տալ, որտեվ մյուս նժարի վրա հայրենիքն է, պետությունն է։ Ուրեմն այս շերտի ներկայացուցիչն եթե դնում ենք մի կողմ, քաղաքական առումով միակ օպոնենտը ԿՊ-ի Մայր Հայաստանն է։ Ուրիշ օպոնենտ գոյություն չունի։ Գաղափարական, ձեր նշած, արյալային, քաղաքական դիմագիծ ունեցող, չթաքնված միակ օպոնենտը Մայր Հայաստանն է։ Եվ ասեմ, սա ինչ ենք, արեալ, օպոնենտ, այս բառերը մի քիչ բաց են, էլի ժողովրդի համար, ինչ որտեվ եւ ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը իրականությունը տեսնելով մեղադրում է արևմուտքին Արցախի հանձնման process-ը հովանի կանգնելու մեջ, դա Մայր Հայաստանն է, չկա, որ բոլորն էլ տեսնում են ընդ որում, բոլորը գիտեն, չէ՞ որ Պրահայում է այդ ամեն ինչը արվել, Միշելի, Մակրոնի, հետո Շոլցի հովանու ներքո, չէ՞, բայց ոչ մեկ ձայն չի անում, այսինքն ինչի։ Այո, Բայդենի, այդ քաղաքական միավորները կամ անհատները այդ առումով Նիկոլից շատ հեռու չեն, որտեղ իրենք էլ են համարում, որ արևմուտքը պիտի շարունակել այս process-ը, որտեղ եթե դու մարդասպանին փոխաբերական իմաստով ասված, նաև ուղիղ իմաստով, մարդասպանի անունը չես տալիս, որպեսզի հետո կարող է հետո համագործակցելու առիթ լինի մարդասպանի, տվյալ դեպքում հավաքական արևմուտքի հետ, կներեք, այդ դեպքում մենք այդ արեալի հետ կապ չունենք։ Եվ այս առում, այո, միայն Մայր Հայաստանն է, որ շատ ուղիղ գնահատականներով հանդես եկել, շատ ուղիղ եւ ռուսական մասով։ Այո, ռուսական մասով գնահատականներ ա տվել, Մայր Հայաստանն է, որը փաստորեն այլընտրանք էր եւ Հայաստանի իշխանությունների եւ նաեւ ցավոք սրտի անդիմադիր դաշտին, որը գնաց, մենք գնացինք ռուսական նոր տարածքներ եւ հայտարարեցինք, որ Հայաստանում այնպես չի, որ բոլորը ռուսներին դեմ են։ Այո, կամ բարեկամաբար տրամադրված չէ։ Եվ այս առումով այո, կա առանձնացում եւ այդ առանձնացումը ակնհայտ քաղաքական ժողովուրդը սա կհասկանա թե չի հասկանա, ես կարծում պիտի որ հասկանա։ Բայց որ ընտրությունը սրա մեջ է, այսինքն բոլորն են, չի ասում, Հայաստանում աշխարհակաղակական process-ներ են, ներքաղաքական գրեթե գոյություն չունի։ Այո, աշխարհակաղակական process-ներ են։ Այդ թվում նաև Գյումրու ընտրություններում եւ քաղաքացին պիտի ընտրի։ Ինքը Թուրքիայով ուզում է գնալ Եվրոպա, բայց Եվրոպա չի հասնելու։ Այո, թե ուզում է պահպանել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, անվտանգային համակարգը, որը մեր պետությունը ուներ մինչև պատերազմը, եւ լավացնել հարաբերությունները, տնտեսական կյանքը ակտիվացնել, այս երկու ընտրության մեջ է։ Տեսեք, մենք կողմ ենք ռուսական 102 ռազմաբազայի պաշտպանությանը եւ պահպանմանը։ Մենք կողմ ենք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին եւ դրա ստեղծմանը։ Մենք դեմ ենք Թուրքիայի կողմից Հայաստանի կլանմանը։
այս հստակությունը դրա համար եմ ասում, կա ՔՊ եւ կա Մայր Հայաստան։ Կոնկրետ Գյումրիում աշխարհակաղակական, քաղաքական, ներքաղաքական, գաղափարական հստակեցում մնացածների մոտ ես չեմ տեսնում։ Ձեր նշած նախկին քաղաքապետը ինքը որպես անհատ է հանդես գալիս եւ իր մեսեջները տալիս է պես քաղաքական ուժի առումով։ Հա, որտեվ դժվար պատկերացնում պարոն Ղուկասյանը կոմունիստ է ասել։ Հա, բայց ես խնդիր չեմ տեսնում։ Հիմա մենք մի սկզբունք ենք ворթեգրել Մայր Հայաստանով, դուք գիտեք, որ մենք այսպես ասած հիմնական թիրախավորումը տալու ենք ՔՊ-ին իր դեմ եւ կոչ ենք անում, որպեսզի բոլորը այդ հայտարարություն անեն։ Երկրորդը, մենք կոչ ենք անում, որպեսզի բոլորը շատ հստակ բաց տեքստով ասեն, որ իրանք որևէ պարագայում չեն համագործակցելու ՔՊ-ի հետ։ Հետո այնպես չլինի ասեն, դե գիտեք ինչ, այս մեկը ցուցակից փախավ է, մեկը սենց եղավ, դե ես մի քիչ քաղաքի մասին եմ մտածում, եկեք տեսնենք ինչ ենք անում, մեր մայլեն, մեր թաղը, մեր քաղաքը եւ այլ այդ կրուտիտները չեն անցնելու։ Երրորդը, բոլոր ուժերը, ովքեր որ հանդես են գալիս ընդդիմության անվան տակ, պետք է ընդունեն մի սկզբունք, համաձայն որի եթե որևէ ընդդիմադիր ուժ հավաքում է ավելի շատ ձայներ եւ ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն կա, իսկ ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը լինելու է, որտեղ ՔՊ-ն ինչքան էլ այսպես ասած կեղծիքների գնա, ես չգիտեմ այդ ինչ կարգի կեղծիք պետք է անեն, որ 50+ հավաքեն, դա բացառվում է։ Բացառվում է, ՔՊ-ն 0 է։ Գյումրիում մենք սոցհարցումներ ենք արել։ Եվ ուրեմն այն ուժերը, ովքեր որ ՔՊ-ի դեմ են հանդես գալիս, պետք է հայտարարեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց ավական ու քվեն կտան այն ուժին, որը թեկուզ մեկ ձայն, մեկ քվ ավել է հավաքել, չհավաքնելով որևէ գործադիր պաշտոնի։ Այսինքն այդ առևտուր տեղի չունենա, որ մեզ փող քաղաքապետ տվեք, վարչապետը, մենք դրա մեջ չենք մտնելու եւ ասեն ձեզ կվարկաբեկենք բոլոր այն ուժերին, ովքեր որ նման առևտրի մեջ մտան։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որպեսզի Գյումրին կոլապսի չի ենթարկվի, մենք նաեւ այստեղ հասկանում ենք ինչ իմաստ է խոսքը, եթե մի ուժը քաղաքապետ, մեկը փող քաղաքապետ, մեկը այլ ուժից, բան այդտեղ վերտիկալ է, այսպես ուղղահայացը չի աշխատի։ Պատկերացնում եք, զանգում է քաղաքապետը, փող քաղաքապետին ասում է, ինչ հանձնարարականը պետք է անես, ինքը ասում է, զանգեմ կուսակցության ղեկավարին, բարձում է կուսակցության ղեկավարն էլ ղեկավար չենք, դել ուրիշին պետք է զանգի։ Եվ այլն, էլի, այսինքն այդ դրածոյի հետ գործ ունենալու առաջարկում բոլոր Telegram ստեղծել, չաթի մեջ մտնեն, հա, այսինքն դա չի կարելի, դրանից Գյումրին կտուժի։ Գյումրի կառավարումը կտուժի։ Ոնց որ մենք տեսանք այդ 21 թվականից հետո, թե ինչով էր զբաղված ՔՊ-ն, քաղաքին վնաս տալով, թույլ չտալով կառավարել։ Եվ մենք տեսանք, թե հետո ինչքան կոպիտ ձևով ուրեմն իշխանագողություն, իշխանազավթում տեղի ունեցավ նույն Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրիում։ Հիմա ուրեմն պետք է չմտնեն բանակցությունների մեջ, ձայնը տան, թեկուզ մեկ ձայն ավել հավաքած ընդդիմադիր ուժի ներկայացուցչին եւ վերահասկեն ավականու ինստիտուտի միջոցով իհարկե գաղափարական ծրագրային ընդհանրացումները ապահովելով, ենթադրենք որևէ մեկի ծրագրում եթե ինչ-որ բան կա, որ իրենք խոստացել են անել եւ դա իրատեսականության ոլորտից է, ենթադրենք կարելի է ներառել, ասենք մենք պատրաստ կլինենք ներառել բյուջեի մեջ։ Ասենք մեր պարագայում դա թեմա չի դառնա ընդհանրապես, այդ որում եթե հիշում եք, բազում քննադատությունների մենք արժանացանք, անձամբ ես արժանացա, Երևանում էլ մենք ասացինք ՔՊ-ին իշխանազրկելու համար պատրաստ ենք։ Ոչ մի պաշտոն չենք ուզում։ Հիմա նույնը Գյումրիում պետք է անել։ Որպեսզի առաջինը նվազագույնը իշխանազրկենք ՔՊ-ին, եւ մեր առավելագույն նպատակը բնականաբար Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելն է։ Մենք դրան ենք ձգտում ենք հաղթանակի, մենք տեսնում ենք այդ պոտենցիալը եւ ակնկալում ենք գյումրեցիների աջակցությունը, սիրելի գյումրեցիներ։ Քաղաքում որոշվելու է մեր երկրի ճակատագիրը, ոչ միայն քաղաքի ճակատագիրը, որտեղ այնտեղ մենք էլ ենք ծրագիր առաջարկել։ 7700 մարդ ստորագրել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու մեր ծրագրի տակ։ Մենք ըստ էության այդ քաղաքացիների անունից ենք առաջադրվել Գյումրիում, որովհետև իրենք ստորագրել են, ասեն գնացեք արեք, բայց սա հասկանալի է, որ միայն ավականու հարց չի։ Ավականին ապագա, որի օրակարգի մեջ մենք արդեն կետ ենք ձևավորել դեռ ավականիում չհայտնված։ Պետք է քննարկեն ուղերձը, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտի ստեղծելուն եւ Գյումրիի զարգացմանը։ Բայց բացի այդ խնդրից մենք պետք է նաեւ երկիր ունենանք, որ Գյումրիում կարողանանք ազատ տնտեսական գոտի ստեղծել։ Մենք Արցախը որ կորցրեցինք, ինչի ենք մտածում, որ այդ դրանով ավարտվել է։ Քանի Նիկոլ Փաշինյանը կա, մենք անընդհատ կորուստներ ենք ունենալու։ Մենք հիմա որ նայում ենք Սիրիա,
Սիրիան էլ ճանաչված պետություն է։ Ինչի եք մտածում, որ Սիրիայի հետ տեղի ունեցածը մեր հետ տեղի չունենա։ Մեր ցուցակի երկրորդ համարը Դերենիկ Մալխասյանը մասնակցել էր մի ֆիլմի նկարահանման, շատ ազդեցիկ փաստավավերագրական ֆիլմ էր, բավական բարձր որակով, 5-րդ ալիք, որ նկարահանել էր, ինքը փաստավակ խմբի մեջ էր եղել եւ նաեւ մասնակցություններ ունեցել։ Այդ ֆիլմը ցուցադրելը նաեւ նպատակ ունի, որ մարդիկ հասկանան, որ Ալեքսանդրապոլի ճակատագիրը կարող է կրկնվել, այն ժամանակ մտել են թուրքերը Գյումրի այսօրվա։ Մտել են եւ կոտորած են արել։ Եվ այն ժամանակ է մտածել են, որ ոչ մի բան չի լինի, դե թուրքերը հիմա եկել են, բան չեն անել, Գյումրի չեն մտնելու։ Մտել են։ Դեռ խաղաղության անվան տակ կարող են այդ ցեղասպանությունը։ Միանշանակ բոլոր ստորությունները Ahmed al-Sharan Սիրիայի նոր ղեկավարը, որը թուրքական նախագիծ է, իշխանությունը վերցնելուց հետո հայտարարում էր, որ վերջ իրենք բոլոր իրավունքները հարգելու են, փոքրամասնությունների իրավունքները, հիմա մտել են Լաթակիա, Տարտուս, ուղղակի մարդկանց ընտանիքներով գնդակահարել են, այսինքն առանց որևէ բանի, ուղղակի որ փոքրամասնություն են, ուղղակի որ բան չեն, թուրք չեն։ Եվ ես հիմա գյումրեցիներին խնդրում եմ ստապ ողջամիտ ընտրություն կատարել եւ տալ ձայնը հստակ դիմագիծ ունեցող, իր տեսակետները չթաքցնող, իր անունը չթաքցնող, ուրիշների խամաճիկը չդարձած Մայր Հայաստան դաշինքին։ Մենք մեր դիմագիծը չենք թաքցնում, մեր տեսակետները չենք թաքցնում։ Մենք ասում ենք Մայր Հայաստանը էս արտաքին անվտանգային համակարգի ներկայացուցիչ է եւ այդպես է պատկերացնում մեր երկրի անվտանգությունը, ներքին կյանքում փոփոխությունը, այսպես է պատկերացնում տնտեսության զարգացումը, այսպես է պատկերացնում բոլոր պարամետրերը կան, քաղաքապետի տեխնացում, ձեր աչքի առաջ մեծացած, գործարար, կայացած, բանվորից աճած, մինչև ասենք մարզի մասշտաբով գոնե միջինից բարձր համակարգերի տիրապետող գործարարության ոլորտին, որի վրա ասենք ոչ մի կրիմինալ, չգիտեմ, սպանություն եւ այլ այդպիսի բաներ չկա, մաքուր տղա է։ Կարեն Սիմոնյանը իր անցած ճանապարհի համար չի կարող ամանչել, չի կարող թաքցնել։ Երկրորդը կա թիմում տարբեր մարդիկ են, դասախոսներ, տնտեսագետներ, իրավաբաններ, հաշվապաններ, բոլոր մասնագիտության եւ շերտերի ներկայացուցիչներ կան, հաշմանդամ, Արցախահայ, այդ բոլոր շերտերից կան։ Երրորդը մենք ունենք ծրագիր քաղաքի կառավարման եւ քաղաքի հերանեկարային զարգացման, որը Հայաստանի համար է լոկոմոտիվի դեր խաղում։ Եվ չորրորդը ունենք հստակ քաղաքական թիմ, որը պատասխանատու է լինելու իր թիմի անելիքների արածների համար եւ չի թաքնվելու։ Տեսեք, այնի շուտ տեղի ունեցավ Բալասանյան դաշինքի հետ, նաեւ հետևանքեր են բանի, որ քաղաքական թիմը չկար պատասխանատվության, քաղաքական ուժը չկար, որ ասեր հոп։ Հիմա պատկերացրեք մեր վրա։ Եվ դիմադրեր համապետական Եվ դիմադրեր համապետական իշխանության արդեն, որովհետեւ դա Գյումրիի խնդիր չէր, դա համապետական Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար եկավ զավթեց եւ ըստ էության խլեց գյումրեցիների քվեն։ Մի կողմ թողնելով Բալասանյանի մասին մենք ինչ կարծիք ունենք, դա փաստացի գյումրեցիների քվեն էր։ Իրենք պարտվել էին Բալասանյանին։ Եվ հիմա գողացան այդ քվեն, հիմա ասում են դե եկեք մեզ ձայն տվեք։ Քաղաքական ուժը որ լիներ, ինքը խո այդպես չէր թողնելու, որ մարդիկ թողնային գնային ու առանց ձայն ծպտուն հանելու։ Ես իրաց չեմ մեղադրում, նրանք անհատներ են, քաղաքական ուժ չեն, քաղաքական դիմագիծ չեն, քաղաքական տանիք չունեցող մարդիկ։ Քաղաքական դիմագիծ չկար, դրա համար է։ Հիմա մեր պարագայում, ընդ որում մյուսների պարագայում է, որ վերսեսով է հասցեն հերախոսի համար, ինչ են, ովքեր են սրանք։ Ես որևէ մեկին չեմ թիրախավորելու իհարկե այս ընտրությանը եւ ես գյումրեցիների թույլտվությամբ շատ ակտիվ ներգրավված եմ լինելու ընտրական process-ներին Գյումրիում եւ սա բաց տեքստով եմ ասելու։ Ես չեմ թիրախավորելու որևէ մեկին, բացի Նիկոլ Փաշինյանից։ Նույնիսկ ինձ համար ԿՊ-ի տեխնացում թիրախ չի։ Ես այստեղ նույնիսկ Երևանի քաղաքապետացուին չէի թիրախավորում։ Մեր թիմակիցները այո, թիրախավորելու են եւ հիմնականում ԿՊ-ին ու իր դրացումներին։ Անվանական են անելու դա, գաղափարական են անելու, ծրագրային են անելու։ Իդեպ մեկ օր է անցել արդեն, երբ որ մեր քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը հրավիրել է ԿՊ-ի ներկայացուցիչին բաց բանավեճի։ Դեռ արձագանք չկա։ Եթե ասելիք ունեն, չեմ վախենում, թողա։ Բայց իմ պարագայում հիմնական թիրախավորումը լինելու է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի անվտանգության հարցն է բարձրաձայնվելու իմ կողմից, որպեսզի գյումրեցիները իմանան, որ սա հենց ընտրություն չի,
Սա թաղի մայլի, ասենք, ինչ-որ բան չի որ։ Դե գյումրեցիները նաև որպես ամփոփում, գյումրեցիները միշտ սիրում են ասել, որ Գյումրին աշխարհի կենտրոնն է, ֆոլկլոր էր դարձել մի ժամանակ, բայց հիմա իրականում Գյումրին բառից բուն իմաստով աշխարհի կենտրոնն է, արգելի գյումրեցիներ։ Դուք ձեր ընտրությամբ եք որոշելու։ Փաշինյանը գնալու է Ադրբեջանի պատվերով սահմանադրության փոփոխության, Փաշինյանը բացելու է դարպասները Թուրքիայի առաջ թե ոչ, եւ Փաշինյանը ընդհանրապես լինելու է թե ոչ։ Սա կարևոր հարց է, որովհետեւ այո, հիմա Հայաստանը աշխարհը հետևելու է Գյումրու ընտրություններին եւ կամ թուրքերը դրանից ողջևորվելու են, ես կասկածում եմ, որ այդ առիթը ունենան, որտեղ գյումրեցիները թույլ չեն տալու, կամ հասկանալու են, որ իրենց պրոյեկտը տապալված է, Հայաստանի ժողովուրդը այլ ընտրություն է անում, այս պարագայում Գյումրու տեսքով եւ պիտի որ հարմարվեն այդ փոփոխությանը։ Հարգելի Բորիս, ես ասեմ ձեզ, որ ամբողջ աշխարհը հետևելու է, դուք ճիշտ եք ասում, նաև մեր բարեկամներն են հետևելու։ Ոչ միայն թշնամիները, այլ նաև դաշնակիցները։ Ուզենալու են հասկանան, այնտեղ առողջ շնչող մարմին կա, թե իրենք էլ ձեռքերը լվան ընդհանրապես դուրս գան։ Գյումրիում ԿՊ-ն վերարտադրվեց, 102 ռազմաբազան հանելու են։ Ժամանակի հարց է դառնալու։ Գյումրիում ԿՊ-ն վերարտադրվեց, մենք հայտնվելու ենք Սիրիայի օրը։ Գյումրիում ԿՊ-ն վերարտադրվեց, սա դառնալու է Թուրքիայի ազդեցության տարածք իր կոտորածային հետևանքներով, այն ինչ որ մենք տեսնում ենք Սիրիայում։ Մայր Հայաստանի հաղթելու պարագայում ճիշտ հակառակ պրոցեսներն են լինելու եւ մենք Գյումրիից կարողանալու ենք սկսենք այս սրանց վռնդելու գործընթացը։ Այս ամենակարևորն է։ Նրանք ովքեր որ այլ ծրագրերով են մտնելու, այլ գործողություններով են մտնելու, դրանք ոչ մի բանով չեն տարբերվելու ԿՊ-ի։ Ես ձեզ ասեմ, ընդ որում արգելի հեռուստատողներ, որ Երևանում ԿՊ-ի պարտությունը իրականում բավական երկար ժամանակ է տվել Հայաստան, որովհետև արտաքին խաղացողները հասկացան, որ այս մարտիկ անգամ Երևանում վարչական ռեսուրսով, բանով 30%-ից ավել աջակցություն չունեն։ Ճիշտ աթոռը պահեց։ Այո, բայց ուղերձը գնաց միջազգային հանրությանը, աշխարհակաղակական խաղացողներ։ Եվ հիմա էլ այո, Գյումրիում Մայր Հայաստանի հաղթանակի դեպքում այնպես չի որ հաջորդ օրը Նիկոլը դուրս եկալ, բայց աշխարհը հասկանալու է, որ Նիկոլը ավարտված է արդեն։ Եվ process-ը այո սկսվելու է եւ չմոռանանք, որ համապետական ընտրություններն էլ եթե արտահերթ չլինեն, սարերի հետևում չեն եւ այս ուղերձը պիտի գնա աշխարհին, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մերժված է, Հայաստանում ցեղասպանության ուրացումը մերժված է, Հայաստանում Թուրքիայի հսկողության տակ ճանապարհներ տալ որևէ պետության մերժված է, Հայաստանում ադրբեջանցիների այսպես կոչված փախստական ադրբեջանցիների 100,000-ավոր վերադարձ մերժված է եւ Հայաստանում Արցախի ուրացումը մերժված է։ Ես հատկապես կասեմ, որպեսզի Գյումրիում բնակվող արցախահայերը իրենց այսպես կենթանի վկայություններով բացատրեն գյումրեցիներին, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ զրուցում էի Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։